Իրականում խոսելու եմ այսօր մի հետարքիր ու մի կարևոր բանի մասին եւ ես վերնագրել եմ քարոզը այսպես ընդդեմ գայթակղությունների Գիտեք ինչի ընդդեմ որովհետեւ Հիսուսն ասեց հետեւյալ խոսքերը որ անհնար է որ չգան գայթակղությունները անհնար է որ չգան գայթակղությունները իհարկե շարունակության մեջ հենց այդ խոսքում ասում է չնայած վայ նրան որի ձեռքով կգա բայց անհնար է որ չգա գայթակղությունները Եթե դա նշանակում է որ այն անհնար է որ չգա գայթակղությունները ուրեմն գալու են գայթակղությունները եւ դրա համար մենք պետքա պատրաստ լինենք որպեսզի գայթակղություններին ընդդեմ լինենք գայթակղություններին հակառակ լինենք եւ այդ գայթակղությունները երբ որ գալիս է չվնասի մեզ եւ մեզ չգայթակղեցնի այսինքն մենք պաշտպանված լինենք մեր մտածմունքների մեջ մեր մտքերի մեջ մեր հավատքով հակառակվենք այդ ամենին մեր սիրտը պահենք գայթակղությունների տակ չընկնելու համար եւ չգայթակղվենք Գիտեք գայթակղությունների երկու մաս եմ այսօր ես խոսելու մի գայթակղություններ որ այս աշխարհից է գալիս Որովհետև աշխարհի շատ գայթակղություններ կարա գա։ Մենք ապրում ենք այս աշխարհի մեջ։ Հիսուսը Հովհաննեսի ավետարան 17-րդ գլխում աղոթքի մեջ իր ասում է. Հայր, ես աղոթում եմ ոչ թե իրենց որ աշխարհից վերցնես, այլ որ պահես այս աշխարհում իրենց չարից։ Այսինքն մենք այս աշխարհում ենք լինում։ Մենք լինում ենք այս աշխարհում, բայց այս աշխարհը չարության մեջ է, եւ մենք պետք է չարությունից ու գայթակղություններից հեռու մնանք։ Պահենք մեր սիրտը, որպեսզի չխաբնվենք, պահենք մեր սիրտը, որպեսզի չգայթակղվենք, որովհետև այս աշխարհը լիա խաբեություններով, այս աշխարհը լիա գայթակղություններով, եւ այդ ամենը ծուղակներ է, ծուղակներ մարդկանց համար, ծուղակներ մարդուն գողանալու համար սատանայի կողմից։ Սատանան ուզում է գողանա, Հովհաննեսի 10:10-ում Հիսուսն ասեց. «Գողը գալիս է գողանա, սպանի եւ կործանի, իսկ ես եկել եմ որ դուք ունենաք կյանք եւ էլ ավելին ունենաք»։ Հիսուսով է կյանքը եւ էլ ավելին, Հիսուսով։ Իսկ սատանան գողն է եւ գողանում է եւ ասեն որ գողը ընդհանրապես ինքը ծուղակներ է պատրաստում մարդկանց համար ծուղակներ որ մարդը ընկնի այդ ծուղակը տեսել եք ինչպես են որսորդները ծուղակներ պատրաստում որսին սատանան նույնպես մարդու համար ծուղակներ է պատրաստում տարբեր տեսակի ծուղակներ կան ծուղակներ կա որ բռնում է ծուղակներ կա որ սպանում է միանգամից թակարդներ կա որ միանգամից սպանում է չէ որսը Բայց թակարդներ կա ուղղակի որսում ու բռնում է։ Նույնպես սատանան Հիսուսը նորից հիշենք ինչ ասեց։ Գողը գալիս է գողանա, սպանի, կործանի։ Ուրեմն ծուղակները սպանում է, ծուղակները գողանում է մարդուց խաղաղություն, գողանում է մարդուց երջանկություն, գողանում է մարդուց տարբեր շատ բաներ, որ Աստծո կամքը չի։ Դրա համար մենք պետք է զանազանենք այն ծուղակները եւ դրա համար մենք Աստված ունենք մեր հետ որ մեզ առաջնորդում է եւ Աստված գիտի ամեն ծուղակի տեղը Աստված գիտի սատանայի ամեն ձեռնարկած բաները եւ մեզ պետք է հետևել մեր Տիրոջը եւ լինենք գայթակղություններից ազատ ամեն դրա համար մեզ պետք է զինվել թե աշխարհից եկող ես ասեցի երկու մասի կա գայթակղություններ որ մարդը գայթակղվում է այս աշխարհից եկող գայթակղությունները Եվ նույնպես մենք տեսնում ենք կան գայթակղություններ, որ մարդիկ գայթակղվում են եկեղեցու մեջ, եկեղեցու ներսում, եւ այդ ամենը նույնպես կատարվում էր Հիսուսի հետ։ Մենք այդ ամենը Աստծո խոսքից կտեսնենք։ Նախ եւ առաջ ուզում եմ Սերմնացյանի առակը միասին տեսնենք։ Դա գրված է Մատթեոսի ավետարան 13-րդ գլխում։ Մատթեոսի ավետարան 13-րդ գլխի մեջ 18-րդ խոսքից ուզում եմ մի անգամից բացատրությունը, երբ որ Հիսուսը Սերմնացյանի առակը սկսում է մեկնել այդտեղից կարդալ։ Եվ ասում է. «Դուք հիմա լսեցեք Սերմնցանողի առակը։ Այն ամենից, որ արքայության խոսքը լսում է եւ չի իմանում, գալիս է չարը եւ հափշտակում է սրտի մեջ սերմածը։ Սա է ճանապարհի մոտ սերմածը»։ Հիսուսը սկսում է բացատրել Սերմնացյանի առակը։ Նախ եւ առաջ առակը այսպիսին էր։ Սերմնցանողը դուրս եկավ սերմ ցանելու, եւ Սերմնացյանը երբ որ ցանեց, սերմերից մի քանիսը ընկան ճանապարհի եզրին, եւ քանի որ հողը պինդ էր ճանապարհի եզրին, թռչունները եկան եւ կերան։ Մի քանիսը ընկան քարքարոտ տեղը, եւ նրանք բուս աճեցին, բայց քանի որ արմատ չուներ իրենցում, խորը չէր արմատը քարքարոտ տեղում։
Առաջին եկած գայթակղությունները արևը չորացրեց այդ սերմը, այսինքն աճածը։ Մի քանիսը անգամ փշերի մեջ եւ նրանք աճեցին, փշերն էլ հետ աճեցին, բայց փշերը խեղտեցին եւ անպտուղ արեցին։ Եվ նա չբերեց պտուղ։ Եւ շատերը ընկան պարարտ երկրի հողի մեջ։ Եվ նրանք բերում էին ոմանք 30, ոմանք 60, ոմանք էլ 100-ապատիկ պտուղ։ Աստծո կամքն է, մենք գիտենք, որպեսի մենք բերենք 30-60 100-ապատիկ, բայց սերմը ուշադրություն դարձրեք 4 դաշտ էր։ 4 դաշտի համար էլ նույն սերմն էր, շատ լավ սերմ էր։ Սերմը խնդիր չուներ որակային։ Սերմը որակով սերմ էր։ Եվ Հիսուս այստեղ ասում է հետևյալ խոսքերը. սերմը Աստծո խոսքն է։ Եվ Աստծո խոսքը խնդիր չի, Աստծո խոսքը հրաշալի, Աստծո խոսքը քաղցր է, եւ Աստծո խոսքը կյանք է բերում մեզ։ Հարցը հողերի մեջ է, որտեղ անկնում այդ սերմը։ Եվ Հիսուս ասեց, որ այդ հողերի տարբեր վիճակը մարդկանց սիրտն է, տարբեր են սրտերը։ Ոմանք խստացրել են իրանց սիրտը եւ չեն ընդունում Աստծո խոսքը եւ սատանան հափշտակում է, չի մտնում սերմը մարդկանց սրտի մեջ։ Եվ դա օգուտ չի տալիս, սատանան գողանում է։ Եկեք նայենք, մենք գիտենք, որ յուրաքանչյուր հող, պարարտ հող ինքնին միանգամից պարարտ չի լինում։ Եկեք հասկանանք մի բան, որ ամեն հող իր վրա պետք է աշխատեն, սերմի համար համապատասխան վիճակի բերեն այդ հողը, որպեսի որից հետո ցանքը սկսվի։ Նույնպես մարդկանց սրտերը։ Գիտեք, եթե մենք չաշխատենք մեր սրտերի վրա, ամեն մեկս մեր սրտի վրա, եթե մենք չաշխատենք, Աստծո խոսքի համար բարենպաստ հող չենք ունենա։ Աստծո խոսքը չի բերի այն արդյունքը, որ Աստված ուզում է մեր կյանքում լինի։ Մենք մեր անելիքը ունենք, Աստված իր անելիքն ունի, Աստված անում է հավատարիմ է, բայց մենք էլ պետք է մեր անելիքը անենք, դա մեր սրտերն է, որտեղ մենք պետք է աշխատենք մեր սրտերի հետ, աշխատենք, որպեսզի սերմը գա ու հաջողվի ամեն մեկիս կյանքի մեջ։ Գիտեք, յուրաքանչյուր հող էլ քարքարոտ է կարա լինի, բայց մշակը, երբ որ սկսում է մշակել, հավաքում է քարերը, հեռացնում է այն ամեն վատ, մոլախոտ եւ այլ, եւ սկսում է փխրացնել հողը, պարարտացնել հողը, որպեսզի սերմը կարողանա ընկնի եւ պտուղ տա։ Ուրեմն մենք մեր սրտերի հետ պիտի աշխատենք։ Ինքնին, եթե մենք ոչինչ չանենք, ինքնին չի դառնա մեր սիրտը պարարտ դաշտ Աստծո համար։ Եթե դու չաշխատես քո սրտի վրա, ինքն իրեն չի դառնա Աստծո սերմի համար համապատասխան վայրը, որտեղ որ Աստված ուզում է։ Ամեն։ Ուրեմն մենք անելիք ունենք, դա մեր սիրտն է, որ պետքա դառնա համապատասխան հող սերմի համար, որը Աստծո խոսքն է։ Եվ այստեղ ասում է սատանան գալիս ու գողանում է։ Դա այնպին սիրտն է, որ մարդը ուղղակի խստացնում է եւ չի լսում Աստծո խոսքը։ Ճանապարհի մոտ սերմածը, քարքարոտ տեղը սերմածը նա է, որ խոսքը լսելից շուտով ուրախությունով ընդունում են նրան։ Գիտեք հետարքիրը որն է, շուտով, ուրախությունով, ինչ լավ է, կարծես ամեն բան լավ է, նա ընդունում է սերմը, սերմի համար ընդունելություն կա, Աստծո խոսքի համար ընդունելություն կա։ Հավատացեք, որ վատ վիճակ չի, չէ՞, այս առաջին հայացքից այս վիճակը։ Ուրախությունով, ինչ լավ արեցիր Աստծո խոսքը խոսեցիր, ինչ լավ է, ուրախությամբ մարդը ընդունեց այդ խոսքը։ Բայց նայեք շարունակության մեջ, բայց արմատ չունի իր մեջ։ Արմատը դա չերևացած տեղն է։ Յուրաքանչյուր արմատ դա չի երևում։ Նույնպես մարդու սիրտը չի երևում։ Մենք տեսնում ենք մարդու արտաքինը, Աստված է մենակ սրտեր քննող Աստվածը։ Մենք չենք տեսնում, թե մարդու սրտում ինչ է կատարվում։ Կա չէ այսպիսի հասկացողություն, որ ասում է, այմար հավատա, բայց մի խորացի։ Մակերեսային վիճակ։ Գիտեք մակերեսային վիճակը որն է։ Հադե ով չի հավատում, մենք էլ ենք հավատում։ Ինչ կարևոր է, այն սկսում է, ինչ կարևոր է իրար հետ հավաքվելը։ Դա մակերեսային է, չէ՞։ Չէ՞ որ Հիսուսն ասեց իրար հետ հավաքվելը չթողնեք։ Չէ՞ որ Հիսուսն ասեց, որտեղ 2-3 իմ անունով ես այնտեղ նրանց մեջ եմ։ Մենք տեսնում ենք սատանան ամեն ինչ ուզում անի, որպեսզի դու խորքային քրիստոնյա չդառնաս։
Սատանան ուզում է մակերեսային դաշտում պայ, ինչի, որովհետև եթե իրան հաջողվեց այդ մակերեսային վիճակը խափելով, դա ծուղակներից մեկն է։ Խափի եւ մարդուն քրիստոնյային պահի մակերեսային վիճակի մեջ հաշվեք նա հաջողվել է։ Գիտեք ինչու՞մ, որովհետև անհնար է, ով է հիշում, որ ես ասեցի, անհնար է որ չգա գայթակղությունները, դա Հիսուսն ասեց։ Որովհետև նա գիտի, որ գալու է շուտով գայթակղությունները, գալու է։ Ամեն։ Եթե մարդը մնաց մակերեսային դաշտի մեջ, անհնար է չգա գայթակղությունները։ Ահա, որտեղ սատանան գիտի, որ գալու է գայթակղությունները։ Եվ հետո ասում է, այլ ժամանակավոր է, երբ որ նեղություն կամ հալածանք է լինում այդ խոսքի համար, շուտով գայթակղում է։ Շուտով գայթակղում է։ Իմացեք, որ խոսքը երբ որ գալիս է, միանգամից իր հետևից էլ սատանան գալու է, որ մեր կյանքի մեջ այդ խոսքից գցի։ Եվ երբ որ գալիս է նեղությունը, երբ որ գալիս է խնդիրը, մենք սկսում ենք այդ իրավիճակների մեջ շատ ուրիշ բաներ տեսնել։ Շատ ուրիշ բաներ տեսնել ու սկսել գայթակղվել։ Մենք կմնանք այն ժամանակ, երբ որ մենք որոշում կայացնենք մակերեսային քրիստոնյա չլինել։ Մակերեսային քրիստոնյան շուտ նեղանում է։ Մակերեսային քրիստոնյան շուտ վիրավորվում է։ Մակերեսային քրիստոնյան ուզում է որպեսզի ինքը խորքային չլինի ու ավելի, գիտեք, նա չի կարա նմանվի Քրիստոսին, որովհետև Քրիստոսը աղբյուրն է։ Իսկ ամեն մի աղբյուր, գիտեք, նա այնքան խորն է այդ աղբյուրը։ Ջրհորները տեսած կա, քեզ ջրհորով է տեսե։ Գիտեք, ջրհորները խորն է։ Ինչքան խորն է, այնքան ավելի մաքուր է, այնքան ավելի սառն է, այնքան ավելի, չէ՞, ավելի է, ջինջ է, մաքուր է։ Որովհետև այդ խորքային խորության մեջ այդ ջուրը մինչև իջնում է ներքև, ինքը ճանապարհ է անցնում, ֆիլտրման ճանապարհ, եւ հետո այդ ջրհորից մարդիկ օգտվում են։ Բայց ասեմ է ջրհորը փորելուց առաջ մարդը գին է վճարում, որ այդ ջրհորը բացի։ Նա փոսում է, փորում է, իջնում է, որպեսզի այդ ջրից ինքը օգտվի։ Իսկ եթե ճանապարհի կեսից ինքը հանձնվել, այդ ջուրը չեր ունենա։ Եթե ասեր աստեղ ջուր դժվար թե լինի, ասենք 15 մետրի վրա ջուր կա, ինքը 3 մետրի վրա ասի այ մարդ լավ է։ Ոնց փոսքի խոնավության հոտել չեմ առնում այ մարդ չոր ու հանձնվի ու չսկսի խորացնել, նա այդ ջրին չի էլ հասնի։ Իսկ գիտեք ջուրը կյանքի ամենակարևոր մասն է։ Եթե մենք չհասնենք այն կենթանի ջրին, որն է Հիսուսը, մեր կյանքը չի փոխվի։ Մեր կյանքը կյանքով չի լցվի, որովհետև այդ ջրից է, որ մեզ կյանք է գալիս։ Դրա համար մենք երբեք պիտի չհանձնվենք խորքային դառնալու մեջ։ Մենք պետք է աշխատենք մեր կյանքի մեջ, որպեսզի մենք լինենք խորքային։ Նայեք, գայթակղությունը կանգնեցնում է մարդուն խորքային դառնալուց։ Քարքարոտ վիճակը հենց այն վիճակն է, որ մարդը գայթակղվում է։ Եվ ինքը կանգ առնում ու չի թողնում այդ գայթակղությունը, որ մարդուն դառնա խորքային։ Գայթակղումը եւ փշերի մեջ սերմացը նա է, որ խոսքը լսում է, բայց այս աշխարհի հոգսերը հարստության խաբեությունը խեղդում են այն խոսքը եւ անպտուղ է լինում։ Սա էլ աշխարհից եկող գայթակղությունն է, որ աշխարհից կարա գա ու խեղդի ու անպտուղ անի այդ խոսքը։ Հարստության խաբեություն նշի, որ գիտեք ունեցվածք ունենալը մեղք է, բայց դրա համար ապրելն է մեղքը։ Երբ որ դա է դառնում մարդու համար արժեք ու կյանքը, ոչ թե Աստված, դա է մեղքը։ Աստծո խոսքը Հիսուսը մեզ ասում է փնտրեք երկնքի արքայությունը մնացածը կտամ ձեզ։ Այսինքն ոչ թե դու ոչինչ չանելով մնացածը կգա։ Ոչ, աշխատելով կգա, Աստված օրհնում աշխատողի ձեռքերը, բայց մենք պետք է ապրել Քրիստոսի համար, ոչ թե նյութականը աստվածացնել։ Ամեն ինչ դեպի նյութականը, ոչ ամեն ինչ դեպի Աստված։ Ամեն։ Եվ այստեղ մենք տեսնում ենք այդ խաբեությունը նյութականի նկատմամբ, նույնպես ծուղակ է սատանայի կողմից, որ մարդու համար սատանան կառուցում է։ Բայց բարի երկրում սերմացը նա է, որ խոսքը լսում է, իմանում, որ եւ պտուղ է տալիս, որը 100, որը 60 եւ որը 30։ Նայեք, լսում է եւ իմանում։ Այստեղ բանալի բառ կա լսել
եւ իմանալ, ճանաչել։ Չէ՞ որ խոսքն ասում է ճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Լսելով լսել եւ իմանալ ու ճանաչել է ճշմարտությունը։ Ճանաչել այդ խոսքը, որը մեզ ինձ ու քեզ ազատ է արձակում։ Ճանաչել են խոսքը, որը բերում է կյանք, որը բերում է զորություն, որը բերում է բժշկություն, որը բերում է հավատք, որը բերում է ինձ ամեն անհրաժեշտը ապրելու համար Տիրոջ հետ։ Ամեն անհրաժեշտը։ Մենք տեսնում ենք ուրեմն գայթակղությունը դա մակերեսային վիճակի մեջ է, պահում քրիստոնյային, քարքարոտ վիճակն է։ Մեզ պետք չի ուղղակի գայթակղվել։ Ինչի եմ ես ասում, որովհետև կգա գայթակղությունները։ Շատ պատճառներ կան գայթակղվելու, որովհետև գայթակղությունները լի են։ Բայց մենք այդ պատճառների մեջ մենք պետք է չնայենք այդ պատճառներին, գայթակղություններին, մենք պետք է նայենք Քրիստոսին։ Հովհաննեսի ավետարան 6-րդ գլխում մի հետարքիր իրավիճակ ստեղծվեց։ Աշակերտների մոտ ստեղծվեց։ Հիսուսը երբ որ խոսում էր, նա ասեց. ոչ ոք չի կարող ինձ մոտ գա, եթե հայրը, որ ինձ ուղարկեց, չքաշի նրան, եւ ես հետին օրում կհարուցանեմ նրան։ Եվ հետո շարունակության մեջ ասում է, որ ճշմարիտ ասում եմ ձեզ, 47-ում ասում է, ինձ հավատացողը հավիտենական կյանք ունի։ Եվ հետո շարունակում է 48-ից, ես եմ կյանքի հացը։ Ու շարունակում է, որ եթե այդ հացից չուտեք, կյանք չեք ունենա։ Ես եմ կյանքի հացը, այսինքն եթե իմ մարմինը չուտեք, շարունակության մեջ ասում է, եւ իմ արյունը չխմեք, ասում է, ձեր մեջ կյանք չունեք։ Ու գիտեք հետարքիրը որն է։ Դա այդ խոսքերը առիթ հանդիսացան, որ աշակերտները գայթակղվեն։ Շատերը ասում էին, որ այս ինչ խիստ է խոսում։ Դա նշանակում է, հիմա նայեք, աշխարհից եկող գայթակղությունները կգան։ Մենք շատ անգամ գիտենք, որոնք են աշխարհից եկող գայթակղությունները, ու մենք կարողանում ենք մեզ պահել աշխարհից եկող գայթակղություններին, կարողանում ենք պահել, որտեղ գիտենք այդ աշխարհին եկողը սատանան է, բայց գալիս են եկեղեցի ու ասում ենք դե այս ամեն ինչ ստեղ են երկինքը էսա։ Այո, երկինքն էստեղ է։ Բայց մենք պետք է իմանանք, որ այստեղ նույնպես շատ պատճառներ կարա լինի, որպեսզի մարդու սիրտը գայթակղվի։ Հիսուս անգամ խոսեց եւ Հիսուսի խոսքից մարդիկ գայթակղվեցին։ Ինչ եք կարծում, եթե Հիսուսի խոսքից գայթակղվեցին, եկեղեցում մեր անկատար մարդիկ առիթ չեն լինի գայթակղության համար։ Կլինեն։ Բայց ի՞նչ է նշանակում, մենք մեր սիրտը թույլ տանք, որպեսզի գայթակղվենք։ Ոչ։ Հիսուսից գայթակղվում էին, մեզանից էլ կգայթակղվեն։ Մենք Հիսուսի դեռ չափ այնքան կա, որ մենք հասնենք։ Ամեն։ Եվ նայեք շարունակության մեջ։ Երբ որ Հիսուսն ասում է, եթե մեկ այս հայցն ուտի հավիտյան կապրի, այն հացը, որ ես կտամ իմ մարմինն է, եւ ես նրան աշխարհի կյանքի համար կտամ։ Հրյաները 53-րդ խոսքից իրար հետ կռվում էին, ասում են ինչպես կարա իր մարմինը մեզ ուտելու տա։ Հետո Հիսուսը պատասխանում է, ասում է, մարդի որդու մարմինը չուտեք, նրա արյունը չխմեք, կյանք չունեք ձեր անձերում։ Մարմին ուտողը իմ արյունը խմողը հավիտյանական կյանք ունի, եւ ես հետին հորում կհարուցանեմ նրան։ Որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, իմ արյունը ճշմարիտ խմելիք։ Պատկերացնում եք, ուղիղ ձևի հասկանում են, ասում են, ես ինչ է, մարդ ուտել է մեզ սովորացնում։ Ասում են, ես ինչ խիստ է խոսում։ Այն էլ հրյաների մեջ մարդակերություն է սովորացնում, ոնց մարմին ուտել, արյուն խմել։ Այս վամպիրություն է, այս ինչ է, ու գայթակղվում են։ Այս ինչ թազա աղանդադուս եք է։ Այս ինչ թազա բաներ է։ Այս ոնց որ ծափ եք տալի, այս ոնց որ էս ինչ, եւ այլ ու տենց, լիքը բաներ, բայց այնինչ Աստծո խոսքը, երբ որ մենք խորքային նայենք, մենք կտեսնենք, որ ծափել պիտի տանք, հաղորդություն էլ պիտի ընդունենք, որը Քրիստոսի արյունն է, մարմինն էլ պիտի ուտենք, որը Քրիստոսի մարմինն է, հաղորդության ժամանակ, ամեն։
Մենք երբ որ խորքային ենք մտածում եւ մեր սիրտը պահում ենք որ հանկարծ չգայթակղվենք, մենք կհասկանանք ինչ էր ասում Հիսուսը։ Եթե այդ պահին չհասկանանք, հետո առանձին մեզ կբացատրի։ Որտեղ Հիսուսը միշտ աշակերտներին առանձին բացատրում էր։ Դե կարևորը պահես սիրտդ։ Դա չի նշանակում որ ամեն ինչ ես եթե չեմ հասկանում, ուրեմն սխալ է։ Կա, չէ, առաջի տպավորություն։ Ես չհասկացա, ուրեմն ես սխալ բան ասում, հաստատ։ Կա, չէ, մարդկանց մտածելակերպի մեջ եւ նույնպես անգամ այս արտահայտությունն էս որտեղ են ուզում մեզ խափած ելնեն։ Դա կամ խափած գցած այդ տերմինոլոգիայի մեջ։ Ես որտեղ են ուզում մեզ մարդիկ միշտ մտածում են անպայման պիտի միտեղ խափվի, պիտի միտեղ ոչ, Աստված խափող Աստված չի։ Աստված ճշմարտությունն է եւ ով որ գալիս է նրան, նա ճշմարտության մեջ է եւ կյանք ունի։ Ուղղակի մեզ պետք է այդ վիճակը նախ եւ առաջ առաջին այդ տպավորություն լինի, թե առաջին այդ եթե ես չեմ հասկանում, միանգամից այդպես չմտածեմ, այլ հակառակը, Տեր, եթե քո խոսքն ասում, դա իմ համար է, սովորեցնու ինձ, հայտնիր ինձ։ Համաձայնվեք, որ դա սրտի վիճակ է։ Համաձայնվեք, որ դա որոշում է, գայթակղվել թե չգայթակղվել, դա մարդու որոշում է։ Ինչպես ես մոտենում, արդեն բլոկավորված, թե մոտենում ես, որպեսզի քեզ սովորացնի Աստված։ Միտքը պարզա թե չէ։ Եվ այստեղ շարունակության մեջ 61-րդ խոսքում ասվում է. եւ նրա աշակերտներից շատերը որ լսեցին, ասեցին. խիստ է այս բանը, ով կարող է լսել դրան։ Խիստ է այս բանը։ Բայց երբ որ Հիսուսը գիտած իր անձում, թե իր աշակերտները տրտնջում էին դրա համար, նրանց ասեց. դա ձեզ գայթակղեցնում է։ Հետարքիրը գիտեք որն է, չեկան Հիսուսին ասեցին դա խիստ է։ Հիսուս իր անձում իմացավ։ Գիտեք, շատ անգամ բամբասանքները եկեղեցում ներսում որ սկսում է պատտվել։ Ես մեկ էլ հասկանում եմ, որ մի բան են չի։ Ռուսերեն արտահայտում է, չոտը նիտո։ Իմ անձում հասկանում եմ։ Ու երբ որ ասում եմ, ասում են, տենաս այդ հովվինով ասեց։ Լսեք, Սուրբ Հոգին ասեց։ Սուրբ Հոգին, որ Հիսուսի վրա էր, իմ վրա էլ է, քո հետ էլ է։ Բայց ուզում եմ ասել այդ բամբասանքի գայթակղությունը։ Դու պետք է փակ լինես դրա համար։ Ինչ եք կարծում, այդ տրտունջը, որ բարձրացել էր իրար մեջ խոսակցություն, չէր։ Էս ինչ ձև խոսացը, բա չես ասի, այն օրը Հիսուսը ինչ էր կարծում։ Այսինքն մի բան ասեմ մարդու չասես։ Հիսուսը մի բան ասեց, որ ոչ ոք չէր կարող հետի մարսի։ Ու մեկ էլ տեն մեզ խոսակցությունը գնաց։ Բայց ինչ եք կարծում, ճիշտ խոսակցություն էր դա, թե չէ։ Բայց ինչ եք կարծում, Հիսուսը ճիշտ էր խոսել, թե սխալ։ Հիսուսը ճիշտ էր խոսել։ Բայց ոմանք սխալ սկսել էին խոսել։ Չնայած նրան, որ Հիսուսը ճիշտ էր խոսել։ Ամեն տեսակի բամբասանք դա Աստծուց չի։ Չկա լավ բամբասանք։ Լավ բամբասանքը չի լինում։ Կյանք տվող բամբասանք։ Լսել եք տես բան։ Բարձրացնող մարդկանց բամբասանք։ Խրախուսող բամբասանք, հավատքը զորացնող բամբասանք։ Չկա այդպիսի բան։ Այդ ամենը դրա հակառակն է։ Հավատքը խոցող, թույնող, քցող, այս ինչ խիստ խոսած, այս ոնց եղավ։ Չկա այդպես բան։ Դա արդեն ծուղակ է։ Ծուղակ հենց ներսում, աշակերտների մեջ։ Եվ մենք այդ ծուղակները պետք է իրականում չընկնենք այդ ծուղակները։ Կար չէ այսպիսի բան։ Հիսուսի ժամանակ ամեն ինչ լավ էր, այն ժամանակ բաց էր։ Համի մի քիչ ուրիշ կերպ է, հեշտ է խափնվելը։ Լսեք, այն վաղտել էր խափնվում։ Այն վաղտել այն ժամանակ էլ Հիսուսին ընդունելության հարց կար։ Ինչքանով է Հիսուս այն Մեսիան։ Այս ինչ ցույց վարդապետ է եկել, այս ինչ թազա Մեսիա եկել, այսով է, այս ոնց է։
Միշտ եղել է։ Միշտ այդ հոգին գործում է մարդկանց թուլացնելու համար, մարդկանց հավատքը գցելու համար։ Դրա համար ընդդեմ գայթակղության մենք պետք է լինենք ընդդեմ գայթակղության։ Եթե մի բան գայթակղություն է, քո ներսում ռեֆլեքսորեն պետք է միանա ընդդեմը։ Հա? Պաշտպանիչ ընդդեմ, դա գայթակղություն է, դա դեմ է, ես դրան չեմ միաբանվում։ Գիտեք, այդ ժամանակ այն 12-ն էլ չէին հասկանում Հիսուսն ինչ է ասում։ Բայց իրանց մոտ գայթակղությունների ընդդեմը միացել էր։ Նրանք չընկան այդ ծուղակի մեջ, որտեղ շարունակության մեջ այս խոսքի մեջ ասում է հետևյալը։ 67-րդ խոսքից ասված է. Սրանից հետո նրա աշակերտներից շատերը ետ գնացին, այլևս ման չէին գալի նրա հետ։ Հիսուսը 12 չուներ, շատ ուներ աշակերտներ, բայց նրա աշակերտներից ուշադրություն դարձրեք, քչերը չէ, շատերը։ Շատերը, որոնք աշակերտ էին կոչվում, ետ գնացին ու Քրիստոսի հետ ման չէին գալի։ Ընկան այդ գայթակղության ծուղակի մեջ, ընկան։ Ինչ է կարծում, Քրիստոսից հեռանալ կյանքը չէր, կյանքից հեռանալ չէր։ Քրիստոսն է կյանքը։ Քրիստոսն է ճանապարհն ու ճշմարտությունը։ Եվ մենք պիտի չհեռանանք կյանքից, ճշմարտությունից։ Իսկ լսելով ու ընկնելով գայթակղությունների ծուղակը, մենք կհեռանանք։ Սրանից հետո նրա աշակերտները ման չէին գալիս նրա հետ։ Հիսուսն էլ ասեց այն 12-ին, բայց 12-ը իր հետ էին, ման էին գալի։ Միթե դուք եք ուզում գնալ։ Սիմոն Պետրոսն էլ պատասխանեց. Տեր, ում մոտ գնանք, հավիտյան կյանքի խոսքեր ունես դու։ Ում մոտ գնանք։ Գիտեք Պետրոսը ոնց էր մտածում ու այն 12-ը ոնց էին մտածում։ Ես չեմ հասկանում ինչ ես ասում, Հիսուս։ Բայց որ մի բան ասում ես, ուրեմն գիտես ինչ ես ասում։ Հիմի չեմ հասկանում, բայց հետո կիմանամ։ Մեկը իմ սիրտը քո հետ պիտի մնա։ Եկեք պահենք մեր սիրտը։ Միգուցե հիմա շատ բան չեն կարում ընկալել, հասկանալ։ Ինչքան հասկացել ես։ Պահի այդ ամուր։ Վաղը կհասկանաս։ Հիմա քո սիրտը պահի գայթակղության ծուղակից։ Այդ ծուղակից հենց փորձությունը անցար, հետևից բացատրությունը գալու է, հայտնությունը գալու է։ Անհնար է չգա գայթակղությունները, անհնար է։ Գալու է, բայց պահի քո սիրտը։ Մի նեղացի, մի վիրավորվի։ Հիսուսը լիքը պատճառ ուներ, շատ պատճառներ ուներ նեղանալու։ Ուներ, չէ։ Ես ձեզ համար այսքան բադուկ ես ինչ արիք իմ գլխին, հա։ Անկամ չէին թողում գյուղ կար, որ մտնել, ասել դուք մեր Հիսուսին ասում են, ձեր ոտը մեր գյուղ չմտնի։ Պատկերացնում եք, Աստված եկել է կյանք բերի, ասում է ձեր ոտը այդտեղ չմտնի։ Եվ այլն, ու շատ բաներ, որ Հիսուսի հանդեպ կատարվում էր։ Սխալ գործողություններ, որ կատարվում էր, բայց ոչինչ Հիսուսին չկանգնացրեց ճշմարտությունը անելուց։ Նայեք Պողոս առաքյալը երկրորդ Կորինթացիների թղթում ինչ է ասում 11-րդ գլխում 24-րդ խոսքից ուզում եմ ընթերցել։ Նայեք Պողոսը իր անցած ճանապարհը ասում է։ Պողոսը մեկն էր, որ հալածում էր եկեղեցին, չէ՞։ Քրիստոսին հակառակ էր, բայց մի օր հանդիպեց Հիսուսին։ Ու մենք տեսնում ենք հրաշալի կերպով ինչպես է Պողոսի կյանքը, որը որ Սողոս էր անունը, փոխվեց, ինչպես ինքը դարձավ Քրիստոսին, ինչպես սկսեց քարոզել, բայց նայեք իր անցած ճանապարհի մասին սկսում է խոսել հալածանքի ճանապարհի։ Ինքը ասում է հետևյալը. հրյաներից 5 անգամ 40-ից 1 այդ պակաս, դա որն է 39 անգամ ծեծ ընդունեցի, 39 անգամ հրյաներից ծեծվել է։ Մի անգամ մենք կռիվ անենք Քրիստոսի անունի համար, ծեծ ուտենք, տենանք մեր հետ ինչ կլինի։ 3 անգամ ծաղկով ծեծվեցի, ծաղկով ծեծվելը, դա ինչ ծաղիկ էր տենաս էլի, ուղղակի որ շեշտվեց ծաղկով ծեծվելը։ Բանջարով ծեծ ուտելու
Բանջարն էլ են չի, ինչ որ փշոտ բան եղած կլինի։ 3 անգամ ծաղկով ծեծվեցի, 1 անգամ քարկոծվեցի։ Քարկոծվել գիտեք ինչ է նշանակում։ Հրաները այն քարերը այնքան գցում են, մինչև աշկով տենան մեռելա, նոր գնում էին։ Ես մտածում եմ, ըստ Աստված իրան հարություն ա տվել։ Տեսան մեռելա, պուլսը ստուգեցին, տեսան չկա, ասինք, վсё, գնացինք տղեկ։ Մենք մեր գործ արինք, ու Աստված հարություն ա տվել։ Ասում եմ, 1 անգամ քարկոծվեցի, 3 անգամ նավակոծ եղա։ Մի ցերեկ ու գիշեր անդունդում մնացի։ Շատ անգամ ճանապարհներում գետերից վտանգներ, ավազակներից վտանգներ, ազգիցս վտանգներ, հեթանոսներից վտանգներ, քաղաքի մեջ վտանգներ, անապատի մեջ վտանգներ, ասինքն ուր գնում էր ինքը վտանգվում էր։ Ծովի մեջ վտանգներ, սուտ եղբայրներից վտանգներ, ահա եկանք հասանք մեջ, այնի դրսեր էր հիմի եկեղեցու մեջ։ Սուտ եղբայրներից վտանգներ, ջանքի մեջ, աշխատանքի մեջ, այդ ինչ աշխատանք է։ Ինքը ինչ աշխատանքի մեջ էր, Աստծո գործի մեջ։ Շատ անգամ արտությունների մեջ, ծովի մեջ, սովի, ծարավի մեջ, շատ անգամ ծոմի մեջ, ցրտի ու մերկության մեջ, բացի արտաքին նեղություններից, դա էլ արտաքինն էր։ Ինձ վրա գիտվում է ամեն օր ամեն եկեղեցիների հոգսը։ 29-րդ խոսքը, նայեք, այդքանից հետո ինչքան պատճառ կար գայթակղվելու։ Ամեն կետ, որ ասեցի, պատճառեր գայթակղվելու։ Ամեն կետ։ Իսկ մեզանից քանիսս ենք այս սրա 10%-ով անց է։ Քանիսս ենք սրանից 2%-ն անց է։ Եկեք մտածենք։ Ով կտա կարանա, ես չեմ տկարանա։ Ով կգայթակղի, ես չեմ բորբոքվի։ Ով ուզում է գայթակղի, ինչ վիճակ էլ կա գայթակղության, դա ինձ չի վնասի, որովհետև նա քայլում էր ընդդեմ գայթակղությունների։ Ինչ է լինի, նա որոշում էր կայացնել իր սիրտը պահի, որ չգայթակղվի։ Այսօր մարդիկ կարան մտնեն եկեղեցի, աթոռի ծուր դրվելուց գայթակղվեն։ Ինչքան պրիմիտիվ բան է։ Մարդիկ կարող են մտնել եկեղեցի ու ասեն, հլնդեղ նայի, այն առաջի տեղը տեղ կար, ինչ չասեցին, վերջի տեղը գոնե նստի։ Ես չգիտեմ, շատ թեթև բաներ ուղակի, ուր մնաց ծաղկով ծեծվել։ Քրիստոսի անունի համար։ Այնքան պատճառներ կա, որ մարդ կարա մտնի եկեղեցի ու ինքը թույլ իրան, գիտեք, գայթակղվի, բայց եկեք փակ լինեն գայթակղությունների համար։ Փակ լինենք ամեն տեսակի գայթակղությունների համար, որտեվ ամեն մի գայթակղություն նա գալիս է, նա նպատակ ունի քեզ գցելու համար, քեզ հավատքի մեջ կանգնեցնելու համար, քեզ մակերեսային դարձնելու համար։ Դու կարաս ուղղակի լինելով եկեղեցու մեջ, լինես մեկը, որ կվերցնես պատասխանատվություն ուժեղ լինելու, ընդդեմ լինելու գայթակղություններին, եւ դու ուժեղ լինելով ուժեղացնես քո կողքինին, ուժեղացնես այն թիմը, որը եկեղեցին է, այն ժողովուրդը, որը որ Աստծո ժողովուրդն է, որ այստեղ նստած են։ Ոչ թե խոցվենք, որտեվ գայթակղությունը ինքը նետի պես է, որ ուզում է խոցի մարդու սիրտը, թուլացնի մարդու սիրտը։ Կամ էլ դու կարող ես եկեղեցու մեկին տենալ ու ասես, «Յա, էս էլ է, հա, ստեղ»։ Փախի ստեղից։ Էս այն տեղը չի։ Լսեք, այս տեղը այն տեղն է, որ մեղավորների տեղն է, որ մարդիկ կարան գան ու փոխվեն։ Հիսուսը չի եկել արդարների համար, նա եկել է մեղավորների համար։ Եվ մի արդար չկա, մեկն էլ չկա։ Եվ Հիսուսն ասեց. Եթե դու տեսնում ես քո եղբոր աշկի շուղը, գնա քո աշկի գերանի մասին մտածի։ Նախ եւ առաջ եկեք հանենք մեր աշկի գերանը, նոր հետո ասենք ով ինչպես է։ Ես եկել եմ իմ համար։ Նախ եւ առաջ իմ համար ես կարիք ունեմ Հիսուսի։ Ես կարիք ունեմ բժշկության, ու ամեն մեկը ով որ գալիս է Տիրոջը, նա կարիք ունի Քրիստոսի։ Եկեք ամեն մեկս գիտակցենք, որ մենք այն վերին գլխներից լույս քաշած մեկը չէինք, որ եկանք։ Մենք մեղքերով եկանք։ Մեր մեղքերով,
մեր անցյալով, մեր պղծված ու սխալ մտածելակերպով եկանք, բայց չենք ուզում այդպեսին լինել։ Մենք ուզում ենք Հիսուս օգներ ինձ։ Ու Աստված օգնեց ինձ ու քեզ։ Էլ մենք նույնը չենք, մենք փոխվել ենք։ Նրան ենք նմանվել։ Մենք ուզում ենք նրան ավելի շատ ճանաչել։ Դա է եկեղեցին, որ նման է հիվանդանոցի, որ մարդիկ կարող են խոցված գալ, վիրավորված գալ, գան, բայց այդտեղից չգնան մորգ, այդտեղից գնան բժշկության։ Հիվանդանոցից երկու ճամփա կա։ Կամ դուս են գրվում գնում տուն, կամ էլ գնում են դեպի մորգ։ Երբ որ մարդը գալիս է ու գայթակղվում է, ասենց անում։ Դուս գրվես դեպի։ Բայց եթե մարդ իր սիրտը պահում է, դեղ ընդունում է ու օգուտ է տալ իր կյանքի մեջ։ Ու գալիս է կյանքը իր ներսում։ Գիտեք, եթե մեր կյանքում էլ ինչ-որ մի բան գայթակղության նետ խոցել է մեր սիրտը, այսօր ժամանակն է բժշկելու, հլը ապրում եմ, հլը այս խոսքը լսում եմ, շանս կա, հա? Շանս կա հրաժարվելու, շանս կա ապաշխարելու, շանս կա ուղակի վերականգնվելու, որտեվ Աստված վերականգնող Աստված է, Աստված բժշկող Աստված է, Աստված սիրող Աստված է, Աստված միշտ կյանքի Աստված է։ Ամեն։ Ժողովուրդ, խիստ չեմ խոսում, չէ՞։ Դե հիմի էսա։ Եք մտածել, եթե հովը մի բան ասում է, իրան պետք է քո աչքից ընկնի։ Բայց խի ասում, որ աչքից է ընկնի։ Չէ։ Ինձ որ մնար 1000 տարի պետք էր ես քո աչքից ընկնեի։ Չէ։ Բայց Надо, Федя, надо։ Ինքան կարևոր է այս ամենը։ Հովհաննես Մկրտչյունով է հիշում։ Ոչ թե անձամբ, այլ Աստվածաշնչից։ Այն որ Գիտեք, Հովհաննես Մկրտիչը մարդ էր, որ անձամբ լսել էր երկնքից ձայն։ Սա է իմ սիրելի որդին, նրան հետևեք։ Նա տեսել էր իր աչքերով, թե ինչպես է Սուրբ Հոգին իջնում Հիսուսի վրա։ Եվ ձայնը լսում հոր ձայնը, որ ասում է նրան հետևեք, նա է իմ սիրելի որդին։ Ու եկավ իր կյանքում մի կետ, երբ որ իրան բանտարկեցին։ Ինքը նստած ասում էր, Հիսուսը պետք է որ թագավորն լինի, էլի։ Էս ուրա։ Չի տենում իր լավ աղբերը։ Իր ճանապարհ պատրաստողը, հələ տես ինչ հալածանք է անանում։ Ու մարդ է ուղարկում։ Մարդ է ուղարկում Հիսուսի մոտ։ Դու եր թե ուրիշին սպասենք։ Այդ տողերով, այդ խոսքերով։ Դու ես թե ուրիշին սպասենք։ Իսկ ինքը գիտեր ինքնա թե չէ։ Եթե ոչ ինքը բայելով, ով գիտեր։ Հիսուսը պատասխան խոսքն է ուղարկում։ Գնացեք ասեք, կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, գերիներն ազատ են արձակվում, մեռելները հարություն են առնում։ Այսինքն խոսքը կատարվում է մարգարեության։ Բայելով պետք է լինի, որ ես չեմ։ Եվ դրանից հետո էլ ասում է, Երանի նրան, ով որին վրա չի գայթակղվի։ Ասեք ասեք, այստեղ կա Աստվածաշնչում գրած, կա։ Այդ պատմություն էր, որ Աստվածաշնչից էր։ Գրված է Մատթեոսի ավետարան 11-րդ գլխի մեջ։ Հիսուսը պատասխան տվեց 4-րդ խոսքից եւ նրանց ասեց. գնացեք Հովհաննեսին պատմեցեք ինչ որ լսում եք, տեսնում եք։ Կույրերը տեսնում են, կաղերը գնում են, բորոտները սրբվում են, խուլերը լսում են, մեռելները հարություն են առնում, աղքատներին ավետարան է քարոզվում։ Երանի նա, որ ինձ վրա չի գայթակղվի։ Երանի նրան, ով ինձ վրա չի գայթակղվի։ Բայց ես ուզում եմ ասել, այսօր ինչպես է լինում Քրիստոսի վրա գայթակղվել։ Քրիստոսի մարմնի վրա։ Չէ որ մարմինը եկեղեցին է։ Երանի նրան, որ Քրիստոսի մարմնի վրա, մեկս մյուսի վրա չեն գայթակղվի։ Չէ որ մենք գիտենք, որ մենք Քրիստոսի մարմինն ենք։ Չէ որ մենք գիտենք,
որ ով ենք մենք, որտեղից Աստված մեզ գտավ։ Ինչ արեց մեր կյանքի համար։ Եկեք պահենք մեր սիրտը գայթակղություններից։ Հովհաննեսը մտածում էր, որ ֆիզիկապես Աստծո արքայությունը հենց հիմա պիտի լինի։ Բայց մենք տեսնում ենք ինչ, նրան գլխատեցին։ Մենք չգիտենք։ Աստված ավելին շատ գիտի, քան մենք։ Աստծո խորհուրդները։ Ամեն։ Բայց եթե այդ ժամանակ Աստծո արքայությունը հաստատվեր ֆիզիկապես, մենք չէինք լինի փրկված այսօր։ Աստված ինձ ու քեզ ուներ։ Նա մեզ տեսնում էր։ Ամեն։ Եկեք պահենք մեր սիրտը։ Հռոմեացի 14-րդ գլխում 12-րդ խոսքից ասում է. Ուրեմն մեզանից ամեն մեկն իր անձի համար պիտի հաշիվ տա Աստծուն։ Մեզանից ամեն մեկը ում համար պատասխանատվությունը քո համար է։ Ոչ թե քո կողքինի, այլ մենք մեզ համար ենք ամեն մեկս հաշիվ տալու Աստծուն։ Եվ 13-ը այսուհետև այլևս իրար չդատենք։ Ինչի՞։ Որտեվ ամեն մեկս մեր համար հաշիվ ենք տալու Աստծուն։ Իրար չդատենք, որտեվ մենք հաշիվ ենք տալու Տիրոջը անգամ մեր դատելու համար։ Այլ ավելի այս դրեք ձեր մտքում, եղբոր գլորում կամ գայթակղություն չդնեք։ Եղբոր գլորում կամ գայթակղություն։ Չլինենք մեկը, որ կգայթակղեցնենք։ Չլինենք մեկը, որ համել կգայթակղվենք, չլինենք մեկը, որ կգլորենք մեր եղբորը, չլինենք մեկը, ոչ էլ, եթե մեզ էլ ուզենան գլորեն, չգլորվենք։ Որովհետև անհնար է գլորողնել չլնեն։ Բայց մի գլորվի։ Եթե մարդ ուզում է գլորվի, ինքը պատճառը կգտնի գլորվելու համար։ Ամեն, հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Եկեք մենք ընդդեմ լինենք գայթակղությունների ու պահենք մեր սիրտը։ Առաջի Հովհաննեսի 2-րդ գլխի մեջ Հովհաննես առաքյալը գրում է 10-րդ խոսքում։ Նա որ իր եղբորը սիրում է լույսի մեջ է մնում եւ գայթակղություն չկա նրանում։ Ուրեմն սիրո մեջ գայթակղություն չկա։ Եթե մենք գայթակղվում ենք, ուրեմն սիրո մեջ ենք տկարացել։ Սերն է պակասել, որովհետև խի գայթակղվեցի, տեսա ինչ որ մի սխալ, իսկ սերը ծածկում է մեղքերի շատություն, ուրեմն սիրո մեջ պակասեցի։ Ուրեմն եթե ես հասկանում եմ մի բան իմ սիրտ ուզում է խոցի, ես պետքա ընդեմ գայթակղությանը, որն է, սիրո մեջ աճեմ։ Եկեք ճանաչենք սերը, որ ամեն ինչից, ամեն մտքից գերազանց է, որն Աստծո սերը։ Եկեք ճանաչենք այդ սերը, որը որ մեզ փրկեց, որ մեզ համար գին վճարեց։ Եկեք մենք էլ այդպես վարվենք, ինչպես Աստված մեզ հետ վարվեց։ Եկեք մենք այդ օրինակին հետևենք, այն օրինակը, որ Քրիստոսը թողեց ինձ ու քեզ։ Եվ աճենք սիրո մեջ, որտեղ դա է ապահով տեղը, որ մեր սիրտը կպաշտպանվի գայթակղություններից։ Ամեն։ Աճենք սիրո մեջ։ Փիլիպեցի թղթում Պողոսը գրում առաջի գլխում։ Փիլիպեցիների թուղթ առաջի գլուխ 10-րդ խոսք։ Եվ դուք լավագույնն ընտրեք, որ մաքուր լինեք եւ առանց գայթակղության Քրիստոսի օրումը։ Ուրեմն եթե կա գայթակղություն, ուրեմն դա մաքուր վիճակ չի։ Առանց գայթակղության, մաքուր լինեք առանց գայթակղության։ Ամեն։ Եկեք լավագույնը ընտրենք, լավագույնը սերն է։ Սիրո մեջ է, որ մեր սիրտը առանց գայթակղության է մնում։ Եկեք աճենք սիրո մեջ։ Եկեք հանդուրժող լինենք մեկս մյուսին։ Ընդառաջենք մեկս մյուսին։ Եվ կարողանանք պահել այն սերը, որը երկնային սերն է, ագապե սերն է։ Եվ մենք գիտենք, որ վերջի ժամանակներում շատերի սերը կսառի։ Եթե սերը սառեց, գայթակղվածներն էլ կշատանան։ Որտեվ եթե սերը իջնում է, գայթակղվածները դրա համար եկեք մեր սերը պահենք։ Անօրինությունը շատանալու պատճառով, այո, աշխարհը գնալով շատանալու անօրինությունը։
Եվ եկեղեցի էլ գալու են աշխարհից մարդիկ, ասեմ իմացեք։ Չէ՞։ Իրանց այդ խառը վիճակներով։ Ոնց որ մենք ենք մի ժամանակ խառը։ Եվ այդ վիճակից կարող է շատերը գայթակղվեն։ Բայց եկեք պահենք մեր սիրտը, հասկանանք։ Ես չեմ ասում, որ այդ վիճակը լավ վիճակ է։ Ես ասում եմ, ոչ, այդ վիճակը պիտի փոխվի։ Հիվանդանոցում կա բժշկի կողմից սպասվելիք հիվանդի նկատմամբ, չէ՞։ Հələ ես ներարկեցի, դենամ ինչա լինելու, հաջորդ օրը պիտի ուրիշ լինի։ Ասում եմ, չէ, կրիտիկական օր, 3 օր։ 3 օր հետո կերևա։ Կա ինչ որ վիճակ, 3 օր հետո Հիսուս հարություն արել։ Մեզ կյանք է տալի։ Յորդ այնքան կարևոր է այս ամենը, որ մենք ընդունենք ինչպես ենք մենք մոտենում մարդկանց, ինչպես ենք մենք ընդունում մարդկանց։ Մենք մարդկանց ընդունում ենք ոչ թե իրանց մեղքը, այլ մարդուն, որ կարիք ունի այդ մեղքից ազատ ապրելու։ Մենք չենք ասում ապրես, ես ինչ լավ բան արեցիր։ Մենք ասում ենք ոչ, պետքա փոխվես։ Հիսուսը մեզ ընդունում այնպես ինչպես որ կանք, բայց դա չի նշանակում ընդունում է մեր մեղքը, ընդունում է մեզ, որ փոխվենք։ Ամեն։ Սաղմոս 56-րդ 13-րդ խոսքն ասում է հետևյալը 13-ը Որովհետև դու իմ անձը փրկեցիր մահից, այո, ոտներս գայթակղվելուց, որ Աստծո առաջին մանգամ կենթանած լույսի մեջ։ Աստված մեզ փրկեց մահից, ընդեղ ասում այո, շեշտում այդ մահից փրկվելը որն է, ոտքների գայթակղվելուց, որ մենք ոտերը որն է, որ ընկավ, չէ՞։ Հավատքի մեջ ընկանք, գայթակղությունը մարդու ոտերին է խփում։ Այն որ ասում է պատմոշ կա։ Ունկցում։ Բայց մեր ոտքերը պիտի ամուր մնա, որ մենք չընկնենք։ Որտեղ ընկնելուց հետո հաջորդ պրյոմն է մտնում։ Կոտրող, խեղտող հնարք են, որ գողը գալիս է գողանաս պանի կործանի։ Գիտեք, միտեղ որ ուզում եմ մենք տեսնենք դա Ղուկասի ավետարանի 9-րդ գլխում է, ավարտին եմ գալիս արդեն։ Ղուկաս 9-րդ գլխի մեջ 59-րդ խոսքից Հիսուսը մեկ ուրիշին ասում է. իմ ետևից եք։ Նա ասեց Տեր, հրաման տուր, որ գնամ առաջ իմ հորը թաղեմ։ Հիսուսը նրան ասեց թող մեռելներն իրանց մեռելներին թաղեն։ Պատկերացնեք ինչ խիստ է ասում։ Խիստ էր թե չէ։ Բայց ինչ եք կարծում, ճիշտ էր թե չէ։ Որտեղ Հիսուսը ճշմարտությունն է։ Բայց դա չի նշանակում, որ եթե ինչ-որ մի բան լինում է, պետք է չթաղել։ Ո՞վ է մտածում, որ Հիսուսն ասում է թաղել պետք չի։ Դենց չի ասում Հիսուսը։ Ընդհակառակը ասում է պատվիր քո ծնողին։ Բայց Հիսուսը ստեղ խնդիր է տեսնում։ Ու խոսում է հենց կոնկրետ խնդրին։ Ու նայեք հետո բացատրում է ինչի նկատի ունի։ Գնա Աստծո արքայությունը քարոզիր։ Այսինքն Աստծո արքայությունը թողած լրիվ մարդկանց ավանդությունների մեջ է ընկած։ Թաղել պետք է, բայց կա վիճակ, որ պետք է դուրս գալ այդ վիճակից։ Պետք է դուրս գալ ու ապրել Քրիստոսի հետ։ Բոլորի կյանքում էլ նեղություններ, սքեր, սուգ լինում է, բայց պետք է դուրս գալ այդ վիճակից։ Ոչ թե գնալ ու մնալ այդ վիճակի մեջ։ Հիսուսը խիստ է ասում շատ անգամ, բայց Հիսուսը ասում է մեզ համար, որ մենք այդ վիճակի մեջ չմնանք, այլ մենք այդ վիճակից դուրս գանք։ Մի ուրիշն էլ ասեց 61-րդ խոսքը. Տեր քո ետևից կգամ, միայն առաջ հրաման տուր ինձ, որ իմ տանը գնամ ասեմ, բարև մնա, հաջողություն ու նոր գամ։ Հիսուսը նրան ասեց. ոչ ով որ ձեռքը մաչի վրա է դնում եւ հետ է նայում,
Հարմար չի Աստծո արքայության համար։ Ինչ եք կարծում, հաջողություն տալը մեղ կա, բայց նա ուրիշ բան ասեց։ Ու ինքը ասեց առակի պես, մաչի վրա, մաչը գիտեք որն է։ Գութան։ Հիմի տրակտորներն են փխրեցնում հողը։ Այն ժամանակ եզից կապում էին լուծը, գութանը եւ մի հոգի հետևից գութանի հետևից աշխատում էր։ Ու գիտեք, եթե այդ աշխատողը հետ նայեր, նա կփչացներ այն գործը, որ անում էր։ Որովհետև նա կառավարում էր այդ ակոսը, որը ուղիղ գծով պետքա գնար։ Նա չէր կարա ուղիղ գիծը պահի, նա կփչացներ։ Դու չես կարա գութանի վրա աշխատելուց հետ նայես ու ճիշտ աշխատանք տանես։ Լսեք, ամեն հներն անցավ։ Ամեն հներն անցավ։ Հետ մի նայի, նայի առաջ։ Նայի առաջ քո կյանքի ընթացքի մեջ։ Հինը հինա։ Եթե դու փորձես քո հին կյանքը նայես ու գնաս առաջ, հարմար չի։ Դու չես կարա։ Ձեռքը դրել ես Աստծո գործին, նայի առաջ։ Նայի առաջ։ Հներն անցավ, ամեն ինչ նոր եղավ։ Գնա Աստծո գործը գործիր։ Աստծո արքայությունը քարոզիր։ Աստծո հետ ապրիր, կառուցիր, նորոգվիր, բարձրացրու շատերին, ավետարանի ու բեր փրկություն ու լույս մարդկանց կյանքի մեջ, որովհետև դա է մեր ընթացքը Քրիստոսի հետ։ Եկեք ոտքի կանգնենք։ Եկեք որոշում կայացնենք, որ մենք այլևս չենք ապրելու մեզ համար։ Որոշում կայացնենք, որ մենք ապրելու ենք Քրիստոսի համար։ Եթե Քրիստոսի համար, ուրեմն հնարավոր է նեղություններ ունենանք, հնարավոր է քարկոծվենք, հնարավոր է հալածվենք, հնարավոր է Պողոսը ասես, չէ, հալածվեցի, էս եղավ, այն եղավ, հնարավոր է, բայց մենք պիտի չգայթակղվենք։ Եկեք ապրենք Տիրոջ համար։ Տիրոջ համար ապրելը դա նեղ ճանապարհ է։ Եվ վերջի տեղն եմ ուզում կարդամ, որից հետո աղոթենք։ Երկրորդ Կորինթացիների թուղթ 14 եւ 15-րդ խոսքում։ Կորինթացիների 5-րդ գլխի։ Որովհետև Քրիստոսի սերը ստիպում է մեզ, որ սա ենք միտք անում, թե եթե մեկը ամենի տեղ մեռավ, ուրեմն ամենը մեռած են։ Եվ ամենի համար մեռավ, որ կենթանի լինողները այլևս ոչ թե իրենց անձերի համար կենթանի լինեն, այլ նրա համար, որ իրանց համար մեռավ եւ հարություն առավ։ Ուրեմն Քրիստոսը մահացավ եւ հարություն առավ, որ դու կենթանի լինես ու ապրես, ոչ թե քեզ համար, այլում նրա համար։ Իսկ գիտեք ինչա նշանակում վիրավորվել։ Նեղվել, որ դու հենց քեզ համար ես ապրում։ Մեռած մարդը չի վիրավորվում։ Ինչքան ուզում ես մեռած մարդուն գնա վատ բան ասա, ինքը ինչա անում, նեղացավ քեզանից։ Ուրեմն մենք էլ մեր համար ենք ապրում, որ մենք վիրավորվեցինք։ Եթե դու ապրես Քրիստոսի համար, դու փակ ես գայթակղությունների համար։ Եթե դու ապրում ես Քրիստոսի համար, դա կյանքը։ Ես չեմ ասում վիրավորվելը չի լինում։ Վիրավորվել լինում է, բայց վիրավորանքի հարցը շուտ լուծի։ Ամեն օր վերցրու խաչդ, ուրացի անձդ եւ հետևի Քրիստոսին։ Այո, դա մահանալու ճանապարհ է, բայց դա Քրիստոսին հետևելու ճանապարհն է։ Չէ՞ որ ամեն օր Քրիստոսին հետևելու ճանապարհն է, որ մեզ Քրիստոսն ասեց, եթե մեկը կամենում է իմ ետևից գա, ուրանա իր անձը վերցնի իր խաչը։ Եկեք ապրենք Քրիստոսի համար։ Մեռած լինենք մեր համար ու մեր ցանկությունների համար, որ ապրենք նրա համար ու նրա ցանկությունները կատարելու համար։ Ամեն։